Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում է Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք ազգային ժողովրդավարական ԲՎՌ խորհրդի անդամ պարոն Գարեգին Չուկազյանի հետ։ Ողջունում եմ պարոն Չուկազյան։ Բարև ձեզ։ Ես շատ ուրախ եմ, որ զրուցելու ենք միասին։ Փոխադարձ։ Փաշինյանը Մոսկվայից ուղևորվել է Նյու Յորք այս ժամին, թռիչքի մեջ է։ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանին նա պետք է մասնակցի եւ ելույթ է ունենալու։ Ոմանք կասեն հրաշալի բալանսավորված քաղաքականություն է վարում Հայաստանը։ Մյուսներն էլ կասեն խաբված եւ խաբվող է Հայաստանը, քանի դեռ նույն Թրամփը 3 անգամ չի կարողացել հիշել, արտաբերել Հայաստանի անվանումը, երեք էլ տեսանք, որ Փաշինյանի անունը նա պարզապես իր եւ իհարկե Ալիևի եւ Փաշինյանի անունը նրա համար անծանոթ էին։ Իսկ Պուտինը իդեպ լավ էլ գիտի եւ Ալիևի եւ Փաշինյանի եւ անունները եւ մեր երկրների անվանումները։ Եվ այսպես հրաշալի բալանսավորված քաղաքականություն է վարում Հայաստանը, թե խաբված եւ խաբվող է Հայաստանը այժմ։ Այո, ՄԱԿ-ի այս միջոցառումը ես կարծում եմ շատ առումներով ցուցադրական մի հնարավորություն է մեր ժողովրդին հասկանալու, որ աշխարհը ինչպիսի փոփոխությունների մեջ է գտնվում եւ այն աշխարհակարգը, որը ստեղծվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այսինքն ուրեմն Յալթայի եւ Պոտսդամի պայմանագրերով, որը մասամբ փլուզվեց Խորհրդային Միության փլուզումով, Արևելյան Եվրոպան փաստորեն անվտանգային ճարտարապետության մի ճամբարից անցավ մյուս ճամբար, ՆԱՏՕ անցավ, իսկ առաջի համաշխարհային պատերազմի ընթացքում ձևավորված այդ աշխարհակարգը, որը կիսատ էր փաստորեն Սայքս-Պիկոյի հնարավորություններով ստեղծված սահմաններ արհեստական մերձավոր արևելքի, նրանց հերթը դեռ չէր հասել, բայց մենք վերջի 15 տարիներին արաբական գարունից հատկապես հետո տեսնում ենք, որ այդ ճարտարապետությունը անվտանգության նույնպես փլուզվում է։ Հիմա այդ փլուզումը սկսեց տարածվել նաև ամբողջ աշխարհ։ Մենք հիմա տեսնում ենք նաև հարավ-արևելյան Ասիայում լարվածությունները, չէ՞։ Տեսնում ենք Հնդկաստան, Պակիստան, Թայլանդ եւ որ երկիրներ Կամբոջան, հա, այդ երկրների լարվածությունները։ Սա ինչի մասին է խոսքը։ Որ երկիրը չի լարվածության։ Չէ, մեր ասածը այն է, որ աշխարհային կարգը, որը կար, ինքը գտնում է վայրիվերումների մեջ։ Եվ ՄԱԿ-ի այս նստաշրջանը փաստորեն դա շատ հստակ ցույց տվեց։ Այն աղմուկը, որը մենք դահլիճում տեսնում ենք, սուլոցներ եւ այլ, իբսի բաներ մենք չենք տեսել, չէ՞։ Այդտեղ կարծես թե ավելի հանգիստ, մթնոլորտ էր, կշռադատված, բանական եւ այլն։ Իսկ այստեղ բանականությունը կարծես արդեն դադարում է աշխատել, սկսում են զգացմունքները աշխատել անգամ։ Սա խոսում են մասին, որ իսկ աշխարհը մշտապես չի այս վիճակում եղել։ Պարբերաբար լինում են խաղաղ շրջաններ, հետո սկսվում է ուրեմն փոփոխությունների շրջանը եւ այսպես քաոտիկ հնարավոր նախորդ այդպիսի շրջաններում հայ ժողովուրդը կարողացել է այնուամենայնիվ այդ ճգնաժամերից ճիշտ ձևով կողմնորոշվել եւ դուրս գալ, եթե եկել հասել ենք այսօրվան, չէ՞։ Խոսքը հազարավոր տարիների ընթացքում պարբերաբար տեղի ունեցող ճգնաժամերի մասն է։ Հիմա հերթական ճգնաժամն է տեղի ունենում։ Դրա համար այն խոսել են մասին, որ կայուն աշխարհ ունենք եւ այդ կայուն հավասարակշռված տարածաշրջան ունենք, ուժերի հավասարակշռություն կա, հնարավոր չի խոսել դրա մասին։ Եվ խոսել խաղաղության դարաշրջանի մասին այդ պայմաններում ուղղակի աբսուրդ է։ Լավ, ասենք չեք խոսում խաղաղության մասին։ Չէ, աբսուրդ է, որովհետև աբսուրդ է։ Պատերազմի մասին։ Չէ, խոսքը նրա մասին է, որ եթե ուզում ես, որ պատերազմ չլինի, ուզում ես խաղաղություն լինի, դու պիտի ատամներ ունենաս։ Եթե դու ատամներ չունես, ապա գիշատչին հրավիրում ես իրեն որպես ընթրիկ։ Դու դառնում ես ընթրիկ եւ ճաշ եւ փաստորեն։ Այ եկեք հիմա այդ ատամների մասին խոսենք։ Մենք մեր ամենակարևոր հարցն է։ Այո, հիմա այդ հարցը ես հասկանում եմ դիվանագիտության կարիք կա եւ պետք է կարողանաս քո շահերը ներկայացնես այնպես, որ համընկնի այն երկրների շահերի հետ, որոնք ընդհանուր շահեր ունեն։ Սա դիվանագիտության պարզ բանաձևն է։
ուրիշ բանաձև չկա, դիվանագիտությունը գեղեցկական խորամանկություն չի, որ գնաս ձևեր թափես, իրենք էլ չիմանան, թե դու ինչ ես ուզում, դու իրական շահերով պետք է առաջնորդվես, արժանապատվությունը չկորցնելով, բայց ունենալով որոշակի ճկունություն։ Հիմա տեսնենք, կա այդ ճկունությունը, թե մենք գործ ունենք ֆլյուգերի, այն քամ ու տակ, ինչպես որ քամին որ կողմ ասում է, այն կողմը պտտվում է, այդպիսի մի հատ բան չունեցող, սեփական կամք չունեցող մի հատ իրի հետ իդեմս Նիկոլ Փաշինյանի, որովհետև ինքը որևիցե ձևով հայկական որևիցե շահ չի ձևակերպել։ Հայկական շահը իր համար ընդամենը խաղաղությունն է։ Խաղաղության անունը, հանուն խաղաղության մենք պատրաստ ենք ամեն ինչը տալ, միայն թե խաղաղություն լինի։ Եվ սա որոշ մարդկանց վրա ազդում է, հա, ասում են դե մենք փոքր ենք, խեղճ ենք, այս ենք, այն ենք, պիտի հարմարվենք, բա ոչ չենք գնալու այդ մեծ հսկա երկրների հետ ճակատ-ճակատի։ Ոչ ոք չի ասում ճակատ-ճակատի գնալ։ Հատկապես որ այդ մեծ երկրները փոխադարձ չեզոքացնող շահեր ունեն մեր տարածաշրջանում։ Դու պիտի քո կարողանաս քո շահը հասկանաս եւ այդ կարմիր գծերը ունենաս եւ իմանաս, որ ինչ որ կարմիր գծերի դեպքում պիտի ատամ նաեւ ցույց տաս։ Հիմա ուր է այդ կարմիր գիծը, կարմիր գիծ չկա, ասում են այս սահմաններն են, հա, Հայաստանի, էսա մեր սահմանները, ցանկապատը, ինչպես ինքը ձևակերպեց, հա, այդ ցանկապատը եթե իրավական թղթերի մեջ գրված է, արդեն մենք երջանիկ ենք, դրախտում ենք գտնվում, որտեղ թղթերի մեջ գրված է, որ այս ցանկապատը Հայաստանի ցանկապատն է։ Տեսեք հələ մի հատ նայեք, Սիրիան այդպիսի սահմաններ չուներ, ցանկապատված, ինչ մնաց Սիրիայից, կամ քանի երկիր է մտել հիմա Սիրիա, կամ Քաթարի նման երկիրը, որը բարգավաճ հարուստ երկիր է, ռմբակոծվում է, չէ՞։ Այսինքն այսօրվա աշխարհում դա երաշխիք չի որևիցե ձևով խաղաղության։ Ինչքան ուզում ես հարուստ երկիր եղի, ինչքան ուզում ես դիվանագիտություն ունեցի, այդպես չի։ Եթե խաղաղություն է, խաղաղություն դա ուժերի հավասարակշռությունն է։ Սա անհրաժեշտ պայման է խաղաղության համար։ Հիմա այդ ուժերի հավասարակշռությունը ոչ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ոչ էլ տարածաշրջանային երկրների միջև ուժերի հավասարակշռություն կա։ Ինքը անկայուն հավասարակշռության վիճակում ենք, ժամանակավոր հավասարակշռության վիճակում ենք։ Աշխարհը լրջագույն փոփոխությունների մեջ է գտնվում։ Հիմա այդ պարագայում ինչ կարող է անել փոքր Հայաստանը, որը իսկապես փոքր է, պիտի իրատես լինենք իր քաշով, ռազմաքաղաքական քաշով փոքր է։ Եկ մի քանի օր առաջ ուրեմն Մուսալերում նշվում էր Մուսալերան հերոսամարտի 110-ամյակը, բավական կարևոր առիթ էր, եւ այդ առիթը ֆրանսիական կառավարությունը պիտի պատվեր պաշտպանության նախարարության ներկայությամբ ֆրանսիական։ Ինքը վերջի օրերին նշանակվեց վարչապետ Ֆրանսիայի եւ ներկա չէր, բայց ֆրանսիական պատվիրակությունը եկել էր, այդտեղ ներկային թե սենատի ներկայացուցիչներ բարձրաստիճան, թե դեսպաններ ներկա, թե ծովակալ կար, թե ռազմական ներկայացուցիչներ, գրողներ, մտավորական հսկա ֆրանսիական պատվիրակություններ, որը եկել էր Մուսալերան հուշարձանում նշելու հայկական հերոսամարտի 110-ամյակը։ Իշխանության կողմից ներկա էր միայն համայնքապետը Արմավիրի, որը զոհվեց մի քանի օր առաջ։ Ուրիշ մարդ չկար իշխանության ներկայացուցիչ, որը նաև ընդդիմության ներկայացուցիչ էր, այլև իշխող կուսակցության ներկայացուցիչ չէր։ Եվ այդ միջոցառումը անգամ ցույց տվեց այն անպատվաբեր վիճակը, որում գտնվում ենք մեր հայ ժողովուրդը։ Այսինքն մեր այն դասը, որը մեր ամբողջ 100-ամյակի համար դաս դառավ նաև հրեա ժողովրդի համար, հա, որ իրենք դասագիրք սարքեցին դիմադրությունը ինչպես պիտի կազմակերպել հրեա ժողովրդի ամբողջ աշխարհով մեկ։ Մուսալերան 40 օրը բեսթսելեր է եղել 30-ական թվականներին, հարյուրավոր միլիոն օրինակներով վաճառվել է, ֆիլմեր են փորձել նկարել եւ այլն։ Այդ ամբողջը մեր համար արժեք չի այլևս։ Հասկանում եք, բարեբախտաբար այդ օրը ներկա էր սփյուռքահայ գործարար, գրող, հրապարակախոս Վահան Զանոյանը, որը հրաշալի ելույթ ունեցավ, եւ ես խորհուրդ կտամ մեր ուրեմն ունկնդիրներին
ազգային ժողովրդավարական բևեռի Facebook-յան էջում մենք ամբողջությամբ այդ ելույթը դրել ենք։ Դուք կարող եք ծանոթանալ մանրամասնությամբ, ես հիմա շատ արագ պիտի թեզը ասեմ, որը կարևոր եմ համարում, որտեղ ինքը փորձում է այդ հիմնական դասը մեր այսօրվա համար արտածել Մուսալեռան պատմությունից։ Ասում է, տեսեք, 15 թվականին հայությունը այնպես չէր, որ ինքնությունը կորցրել էր, Աստծուն չէր հավատում, շատ հավատացյալ ժողովուրդ էր, ավանդապաշտ, եւ իրենց այդ հավատքով իրենք գնացին Տերզոր։ Եվ նույն հավատացյալ ժողովուրդը կար նաև Մուսալեռում, բայց Մուսալեռի ժողովուրդը մի բանով էր տարբերվում, որ իրենք ոչ միայն հավատք ունեին առ Աստված, նաև հավատք ունեին առ իրենք իրենց նկատմամբ։ Իրենք գիտեին, որ Աստված իրենց տվել է ազատ կամք, եւ այդ ազատ կամքը, եթե դու չես օգտագործում, դու Աստծո դեմ ես գնում։ Եթե դու պիտի պաշտպանվես, այլ ոչ թե հույսդ դնես Աստծո վրա, որտեղ Աստված քեզ որոշակի ազատություն տալիս է այդ գործողությունը կատարել։ Եվ իրենց հին զենքերով, որից հույս չկար, որ այդ զենքերով պիտի բանակի դեմ դուրս գան, հսկայական Օսմանյան։ Եվ որևիցե հույս չկար, ոչ ոք չգիտեր, որ այդտեղ ֆրանսիական նավեր են հայտնվելու, ոչ մի հույս չկար։ Անհույս թվացող պայմաններում շատ փոքր հույս կար, որ այդ ծովի կողմից կարող է ինչ-որ մեկը մոտենալ։ Ամբողջ այդ 4000 հայությունը այդտեղի արարք կատարեց, անհավանական արարք, հավատի արարք կատարեց, եւ այդ հավատի արարքը հանգեցրեց նրան, որ մի ուրիշ հավատի արարք տեղի ունեցավ ֆրանսիական ծովակալի կողմից, որը որ չուներ թույլտվություն նավերը մոտեցնելու ափին։ Գիտեք, այդ ժամանակ արկեր էին գերմանական ծովեզերքով մեկ, եւ եթե պայթեր այդ նավերից մեկը, պատասխանատուն լինելու էր ծովակալը։ Բայց տեսնելով այդ խաչով դրոշակը եւ հասկանալով, որ այնտեղ դիմադրություն կա քրիստոնեական, ինքը ինքնուրույն արարք է կատարում, որոշում է, որ պետք է նավերից մեկը մոտենա ծովեզերքին։ Իդեպ ասեմ, որ այդ 5 նավերից մեկը 1 տարի հետո նույն կերպ մոտեցել է Բեյրութի ափին եւ ամբողջ նավի անձնակազմից մի հոգի է փրկվել։ Հենց այդ 5 նավերից մեկը ամբողջությամբ պայթել է։ Մի տարի հետո ընդամենը։ Այսինքն երկու կարևոր արարք է տեղի ունեցել եւ այդ արարքների շնորհիվ այդ 4000 հոգին հիմա 50000 մուսալերցիներն են, որոնք ամբողջ աշխարհով տարածված են, այդ թվում Հայաստանում են։ Եվ այդ մուսալերցիների որակը, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա տարբերվում է իրենց մտածողությամբ, որտեղ փոքրուց զենք են սովորացնում երեխաներին օգտագործել, երեխաների մեջ վախ չկա զենքի նկատմամբ։ Եվ այդ եթե գնաք անճար, կտեսնեք, թե դա հայկական կիբուցի օրինակն է, կենթանի օրինակի, թե ինչպես հանրությունը, համայնքը կարող է ինքնապաշտպանությամբ եւ բարեկեցիկ կյանքով ապրել եւ խաղաղ ապրել մահմեդական շրջապատում, շրջապատված 4 կողմից այլադավան ուրեմն գյուղերով, մնալով հարգված այդ գյուղերի կողմից եւ միաժամանակ պաշտպանված։ Ուրեմն սա փոքրիկ այս օրինակը ժամանակին, երբ որ վերֆել է եղել է Լիբանանում եւ ես հասկացել է, վերցրել է, դարձրել է դասագիրք, թե ինչպես պիտի դիմադրությունը կազմակերպել։ Եվ այդ դիմադրություն չի նշանակում, որ եթե դու դիմադրելու կարողություն ունես, դու խաղաղություն չես ուզում։ Ինչա մուսալերցիները պատերազմ են անում Լիբանանում, ոչ։ Բայց իրենց հարգում են, իրենց կամքի համար, իրենց, որովհետև գիտեն, որ իրենցից կախված իրենք անելու են իրենց պաշտպանելու համար։ Սա պարզ լեզվով են բացատրում, որ խաղաղությունը մուսալերցիները գազաններ չեն, բազմաթիվ գիտեք գրողներ, հրապարակախոսներ, մտավորականներ, արվեստագետներ են տվել իրենք, բայց բոլորը հասկանում են այս պարզ ճշմարտությունը։ Հիմա Մուսալերը մի հերոսամարտի օրինակ էր, բայց մենք այլ հերոսամարտեր ունեինք, չէ՞, Ուրֆայում, ունեինք Վանում եւ այլն։ Այս վտակները դիմադրության, այդ անկայուն ժամանակ նախորդ 100 տարի առաջ որը կար, վտակները գումարվեցին, դարձան Հայաստանի Հանրապետություն։ Եթե Արամ Մանուկյանի փորձը չլիներ Վանում,
ոչ մի կովկասցի եւ երևանցի չէր կարող դիմադրությունը կազմակերպել անհրաժեշտ պահին։ Եվ այդ վտակները դարձան Հայաստանի Հանրապետություն, որի շնորհիվ մենք փրկվեցինք դառանք հետո խորհրդային Հայաստան։ Խորհրդային Հայաստանը ոչ մի ձև չէր լինի, եթե չլիներ այդ դիմադրությունը ինքնուրույն, առանց ոչ մեկի։ Եվ բոլորը հարգեցին այդ ժամանակ։ Եվ թուրքերն էլ հարգեցին մեզ դրանից հետո։ Եթե 18-ից հետո նայեք հարաբերությունը 18 թվականի Սարդարաբադից հետո, չնայած Բաթումի պայմանագիր կար, այս կար, այն կար, չէ, բազմաթիվ բարդ խնդիրներ կային, բայց այդ պարագայում հանրապետության իշխանությունները արժանապատվությունը իրենց չկորցրեցին, իրենց ժողովրդին չասեցին դուք պիտի հրաժարվեք Արարատից, պատմությունից, ձեր պահանջներից եւ այլն։ Դիվանագիտությունը արեցին, իրենք շատ բարդ դիվանագիտություն են արել, բայց չեն հրաժարվել իրենց արժեքներից, իրենց եկեղեցուց, իրենց հիմնական բաներից։ Իսկ մենք գործ ունենք այսօր մի երևույթի հետ, երբ որ բառը հայերենում առաջի անգամ ստիպված ենք փոխառել լատիներենից կոլաբորանտ բառը։ Կոլաբորանտ բառը առաջացել է որպես քաղաքական տերմին ֆրանսիական պարտությունից հետո Պետենը երբ որ պարտվեց, ինքը սկսեց համագործակցել թշնամու հետ։ Հայերեն բառ չունենք, բայց կարող ենք ասել կոլաբորանտ նշանակում է թշնամու հետ համագործակցող։ Եվ այդ համագործակցությունը, որը հիմա մենք տեսնում ենք, վերածվել է թելադրանքի իրականացման, որովհետև դիմացինը հասկանում է, որ աշխարհը այն սահմաններով, որով կար, չի լինելու այլևս։ Նոր տիպի իրականություն է առաջացել։ Տրանսնացիոնալ, անդրազգային իրականություն է առաջացել եւ հայ ժողովրդի հիմնական կապիտալները այս նոր աշխարհում դա հենց իր տրանսնացիոնալ բնույթն է, որը սփյուռքով է արտահայտվում, որը արտահայտվում է եկեղեցու ցանցով եւ այլն։ Եվ ուրեմն ինչ է պահանջում թշնամին, ասում է կտրտիր այդ ցանցը, թուլացրու քո ուժը այսօրվա նոր աշխարհում, որ դու պիտի ունենաս։ Եվ այն քաղաքականությունը, որ իրականացվում է Հայաստանում, այսպես կոչված 4-րդ հանրապետության, հենց այդ խնդիրն է լուծում։ Թշնամու օրակարգը եւ քաղաքականությունը, որը նա մշակել է 100 տարի հայերի դեմ, ինչպես կարող են դա անել, դա հիմա իրականացվում է թշնամու հետ համագործակցող իշխանություն կոչվածի միջոցով։ Ես հաջորդ հարցս հենց դա է, 4-րդ հանրապետությունը ինչպիսին պետք է լինի, մասամբ դուք արդեն պատասխանեցիք, բայց ես կուզենայի ամփոփ ձևակերպել ձեր այդ պատասխանը, դուք պատասխանում եք իմ այն հարցին, թե Հայաստանը ոմանք ասում են, որ հրաշալի բալանսավորված քաղաքականություն է, մյուսները ասում են խաբված է Հայաստանը թշնամու կողմից, իսկ դուք ասում եք ոչ թե խաբված է, այլ կոլաբորանտ է մեր իշխանությունները։ Այո, եւ մենք գնում ենք, ոչ միայն ասում եմ, այլև պնդում եմ, որ կոլաբորանտ, այսինքն թշնամու ոչ թե խաբված է նա, այլ միտումնավոր, գիտակցված է, անգամ ոչ թե ինքնախաբված է, տեսեք մենք ասում ենք խաղաղություն կա, քաղաքական ուժերից շատերը եւ քաղաքական գործիչներից շատերը ասում են սա խաղաղություն չի, այնինչ ստորագրվում է, այնինչ առաջարկում է մեր թշնամին, դա խաղաղություն չի, կարելի է դիտարկել դա ինքնախաբվածություն, ինքնախաբեություն եւ իսկ դուք ավելին եք ասում եք գիտակցված է։ Ես պնդում եմ, որ նոր աշխարհը, որը ձևավորվում է, այդ նոր աշխարհում դու պիտի ունենաս տեսլական, որը քո ժողովրդին պիտի առաջարկես, ժողովուրդը պիտի գիտակցի այդ տեսլականը եւ հանուն այդ տեսլականի, եթե պետք լինի նաեւ զոհաբերություն անի։ Հիմա 4-րդ հանրապետությունը անիմաստ զոհաբերությունների, որ մեր ժողովուրդը պատրաստ չի անիմաստ զոհաբերությունների, բայց մեր ժողովուրդը դարերի ընթացքում, հազարամյակների ընթացքում բազմաթիվ օրինակներ մեր սերունդն էլ է տեսել դա մասսայական հերոսության։ Դրա համար հարցը այդ չի, որ մեր ժողովուրդը հիմա պատրաստ չի այդ դրան, այլ հարցը այն է, որ տեսլականը քանի որ չկա, ժողովուրդը շփոթված է, հա,
եւ անիմաստ ձևով չի ուզում որևիցե ձևով զոհաբերել իրեն, բայց խնդիրը այն է, որ դու կարողանաս ներկայացնել նոր աշխարհը, ցույց տաս, որ այդ նոր աշխարհում դու տեղ ունես, դաշնակիցներ ունես եւ հանուն այդ տեղի դու պիտի կարողանաս նաեւ ատամներ ունենաս։ Ատամների հարցը անպայման կասենք, որտեվ առաջին հենց հարցից եկավ, որ իմ հարցին դուք ասում եք խաղաղության մասին չպետք է խոսել, ես հարցեցի, բա ինչի պատերազմի, ասացիք ատամներ պետք է ունենալ։ Ատամներին մենք անդրադառնանք, բայց դուք այդ դրվագը նկարագրեցիք, այդ մուսալերան դրվագը, որտեղ գրեթե մարդ չկար։ Ճիշտ է, դուք պատմեցիք։ Հույս չկար, մարդ չկար, ես էլ հավանականությունը անչափ փոքր էր։ Անտարբերություն կար։ Չէ, այդտեղ կար Ինչ տեսանք մենք, ինչ բացահայտվեց։ Եկեք տեսնենք ինչ բացահայտվեց այդ օրը, հենց այդ օրը այդ դրվագով ինչ բացահայտվեց։ Այդ ոչ թե դրվագ էր, դա այն դասներ, նորից եմ ասում, որը ոչ միայն հայ ժողովրդի համար դաս պիտի լինի, այլ դարձավ դաս հրեական ժողովրդի համար, թե ինչպես պիտի հրեական ժողովուրդը դիմադրի։ Դուք մուսալերան պատմությունն եք ասում, ես ասում եմ պատմությունը չեմ ասում, ես ասում եմ դասը։ Օրը նշելու օրը։ Լավ չհասկացա։ Այդ օրը դուք ասում եք մարդ չկար։ Չէ, մարդ իշխանությունից չկար, կար անդունդ ժողովրդի, որը այդտեղ ամբողջովին հրաշալի միջոցառում անցկացրեցին եւ հայրենասիրական երգերով, բառերով, ֆրանսիական երգերով եւ բոլորը շատ ուրախ էին այդ օրը կազմակերպիչները հրաշալի էին կազմակերպել, մենք է շատ ուրախ այդտեղից դուրս ենք եկել։ Խնդիրը այն էր, որ անդունդ գոյություն ուներ ժողովրդի իր սրտի եւ այդ հուշարձանը, որ այսպես կառուցված է կամարով հատուկ Արարատին նայելու համար, հա, եւ իշխանության, որը վախեցավ անգամ այդ օրը ներկա լինել։ Այդ անդունդը բացահայտվեց այդ օրը։ Այդտեղից հիմա հաջորդ հարցը։ Ինչպիսին պետք է լինի այդ 4-րդ հանրապետությունը, որը ռազմավարական ծրագիրն է այսօրվա իշխանությունների, որոնք կարծեմ հունիսի 7-ին է, հա, ընտրություններից հետո ոնց որ թե պատրաստվում են դեռ 4-րդ հանրապետություն ղեկավարել։ Ինչպիսին է տեսնում այսօրվա ղեկավարությունը այդ 4-րդ կոչված հռչակած հանրապետությունը։ Ուրեմն ուր է տանում ժողովրդին այսօրվա իշխանությունը իր որ իրենք հռչակել են 4-րդ հանրապետություն, թող իրենք էլ ապրեն իրենց 4-րդ հանրապետության մեջ։ Դե ասում դա մեր ռազմավարությունը։ Ժողովրդի հետ դա ոչ մի կապ չունի, ժողովուրդը լրիվ ուրիշ իրականության մեջ է ապրում եւ որոշակի, ասենք, ընկճախտ կա, խնդիրները շատ լուրջ են ժողովրդի, թե նյութական, թե բարոյական, թե հոգեբանական, շատ լուրջ խնդիրներ ունի մեր ժողովուրդը, բայց մեր ժողովուրդը 4-րդ հանրապետությունում չի ապրում։ Մեր ժողովուրդը ապրում է լրիվ ուրիշ իրականության մեջ։ Հիմա այդ իրականության մեջ որոշակի ուղղություն տալու խնդիր կա, որովհետև այդ ծովի մեջ դու պիտի հասկանաս քո նավահանգիստը որն է, որ ճիշտ ձևով կամիները օգտագործես, չէ՞։ Գնալու համար դեպի քո նավահանգիստը։ Այդ նավահանգստի հարցն է, որի շուրջ պետք է մեր ժողովրդի հետ խոսել։ Կա այդ նավահանգիստը, որտեղ մենք կարող ենք իսկապես հանգիստ բառը խաղաղության բառի հետ չէ նման, այո, գնալ շարժվել դեպի այդ խաղաղությունը։ Որն է այդ ճանապարհը։ Այս փոթորկուն ծովում, փոթորիկ է, փոթորիկի ծովում նախ եւ առաջ դու պետք է ունենաս հավատ։ Եթե դու հավատ չունես, հոգևոր ներաշխար չունես, դու հենարան չունես ուրեմն ոչ մի բանի։ Ուրեմն շատ կարևոր է այդ հոգևոր հավատի խնդիրը։ Ես եկեղեցին մեր եկեղեցում հարցը պատահական չի, որ այսօր սրվել է։ Ամբողջ աշխարհում է սրվել։ Տեսեք, փոթորկուն ծովում, եթե նկատեք, Եվրոպայի նման բարեկեցիկ, Միացյալ Նահանգների նման բարեկեցիկ երկրում հանգարց արժեքների եւ կրոնի քրիստոնեության հարցերը դարձան հիմնական հարցեր։ Ընտրությունների որոշող պահպանողական ուժեր են գալիս իշխանության։ Ինչպես պատահեց դա, որտեղ փոթորիկ է, փոթորիկի ժամանակ արժեքներից պիտի բռնվել։ Այդ արժեքները, առանց այդ արժեքների հնարավոր չի։ Ուրեմն սկսենք դրանից, որ այդ հոգևոր վերադարձ դեպի հոգևոր ակունքները, որը մարդուն որոշակի ամրություն է տվել, դա հազարամյակների ընթացքում։ Նույնը մեզ է ամբողջ աշխարհը եւ մենք նորից պետքա վերագտնենք այդ հոգևորը։ Եթե այդ հոգևորը չենք գտնելու, մենք հենարան չենք ունենալու։ Առաջին, ուրեմն, դա նշանակում է, որ որոշակիորեն
լուրջ վերաբերմունք ունենալ նաև բուն կառույցի, եկեղեցու կառույցի նկատմամբ, որովհետև դա միակ հայկական հաստատությունն է, որը 301 թվականից մինչև այսօր գործում է։ Մենք ուրիշ այդպիսի հաստատություն չունենք, սա բացառիկ նաև քրիստոնեական հաստատություն է, ինչու, որովհետև ինքը վաղ քրիստոնեությունից է ծնվել։ Շատ քիչ քրիստոնեություն կա, որը այդպիսի արմատներ, ակունքներ ունի, եւ չմոռանանք, որ Երուսաղեմում Քրիստոսի ամբողջ սրբավայրերը հայկական խնամատարության տակ են մեր պատրիարքարանի, եւ քաղաքական այս նոր իրականության մեջ դա շատ կարեւոր խնդիր է դառնալու։ Մերձավոր արևելքում խաղաղության հաստատումը Երուսաղեմի կարգավիճակից է նաև կախված լինելու շատ լրջորեն, որտեղ մեր ասելիքը անհամամասնորեն ավելին է, քան մեր Հայաստանի այն քարտեզը, որը անընդհատ մետաղի կտորը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն մենք որպես ժողովուրդ անդրազգային ժողովուրդ ենք եւ անդրազգային ազդեցություն ունեցող ժողովուրդ ենք մեր սփյուռքով, մեր եկեղեցով եւ այդ մեր ուժն է, ոչ թե դրանից պետք է հրաժարվենք, ոչ թե պետք է ասենք, որ էսա ու վերջ, այս սահմանները, այս ցանկապատը եւ այլն։ Հետո ինչ է նշանակում Նիկոլը սաղմոսներ է երգում եւ տեսնում ես, որ ամենատարական արժեքը քրիստոնեական, որ պիտի պաշտպաներ եւ բանաներ, դա բիբլիական Արարատ լեռն է, Նոյան տապանի հետ կապված։ Ու դու ասես բանա, դա կապ չունի մեր հետ, արժեք չի։ Եվ հետո, բայց ես քրիստոնյա եմ, ես հավատացյալ եմ եւ այլն, եկեղեցին պետք է ազատագրենք, չգիտեմ ինչ անենք։ Նախ դու ինչ իրավունք ունես, սահմանադրության պետությունը եկեղեցուց առանձնացված է։ Ինչ իրավունք ունես բաներով, ոստիկաններով գնալ, այդ ամբողջ պետական ուժը սեղմելով հարձակվել եկեղեցու վրա։ Հաստատության մասին է խոսքը, որ եկեղեցու ներսում լիքը խնդիր կա, ոտից գլուխ խնդիրներ կան, այդ մենք բոլորս գիտենք, բայց դա պետությունը չպիտի անի, դա կանոնադրություն կա, փոփոխությունների ձև կա, անելու ձև կա, հարձակվել է ամբողջությամբ բացառիկ ազգային արժեք ունեցող, անգամ ոչ հավատացյալների համար մեր եկեղեցի խորհրդային տարիներին հարգված հաստատություն է եղել։ Կոմունիստները իրենց երեխաներին անգամ տանում էին այնտեղ կնքել, բոլորս գիտենք դա, չէ՞։ Հիմա այս ով է դարձել այս անձնավորությունը, որ այդ ամեն ինչը փորձում է sense կտրտել, ցանկապատել եւ այլն։ Ինչ կապ ունի մեր հետ։ Այս մարդը ինչ կապ ունի, չունի, ինքը կապ ունի թշնամու օրակարգի հետ։ Թշնամին է թելադրում, ասում է եկեղեցին ռևանշիստական կազմակերպություն է, ձեր սփյուռքը ռևանշիստական ուժ է եւ այլն։ Այդ ամեն ինչից փորձում է կտրել մեր ժողովուրդը, ինչ որ արհեստական ցանկապատեր դնելով։ Ինչ ցանկապատ, այ տղա։ Ցանկապատը ձեր գյուղում է եղել։ Գնա ձեր գյուղում գյուղապետ էլ չես կարող աշխատել։ Եկել ես այստեղ մեր ժողովրդին, որը այսպիսի ժողովուրդ է, բացառիկ պատմությունով, հարգված ամեն ինչով, եկել ես քո ցանկապատների մեջ ես տեղավորում։ Դու ով ես։ Վարչապետ է։ Չէ, այդ վարչապետությունը 9% բան ունի, ժողովրդի բարգ ունի։ Երևանի ընտրությունները վկա։ Այդ ինչ վարչապետ ես, այդ ինչ լեգիտիմություն ունես, դու ինչ ես ասել, ինչով ես եկել ընտրվել եւ հետո ինչ ես արել այդ տարիներին։ Ոչ մի խոստում չես կատարել։ Ինչ որ ասել ես հիմա ճիշտ 180 աշյան հակառակ բաներ ես ասում։ Նա ասում է մինչև այժմ ես ստահակի խափեբայի ճիշտ հայրենասեր եմ։ Դու ընդհանրապես փորձում ես հիմա ժողովրդին վաճառել, որ դու այնքան ճկուն ես, այնքան մանյովրեր ես անում, բոլորին հարմարվում ես, բանացում մենակ թե խաղաղությունը լինի, եւ ժողովրդի միամիտ բարձունակ մասին խափում ես, որ դրանով խաղաղություն ես բերելու։ Դու գիշատիչը շատ լավ հասկանում ես, թե քո գեղջիկ խորամանկությունը ինչ է, ով ես դու։ Դա երևում էր, չէ՞, այդ երեքով նստած էին Տրամպի, Ալիևի հետ, երեքով նստած էին, Ալիևը շողոքորթում էր Տրամպին, իսկ մեր Նիկոլիկը շողոքորթում էր Ալիևին, երեքով։ Այդ բոլորը տեսան, չէ՞ դա։ Եվ որ հարց ուղակի տալիս են ասում են, հիմա հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ, հա, խաղաղություն եք հաստատել։ Երեքից ինքը պարտավոր էր պատասխանել այդ հարցին։ Այդ ամբիոնում նստած չլցելու է տալի, սկսում է Նոբելյան մրցանակներից խոսել։
Այդ այսինքն ում համար է նախատեսած այդ մանիպուլյացիաները։ Ինչը մարդիկ աչք չունեն, ականջ չունեն, չեն հասկանում ինչի հետ գործ ունեն, ձևակերպումը հստակ տրվում է թշնամու հետ համագործակցող իշխանություն, որին 44 թվականին Ֆրանսիայում հեռացրեցին եւ դատապարտեցին։ Ուրիշ ազգեր են ունեցել։ Այո, մենք հիմա շատ ամոթալի վիճակում ենք, բայց եթե Ֆրանսիայի նման հզոր կայսերական պատմություն ունեցող երկիրը կարողացել է այդպիսի պատմություն ունենալ, մենք էլ կարող ունենայինք, այո, ունենք այդ հիվանդությունը ունենք։ Բայց մեր մոտ էլի ա եղել իդեպ Ծռան Վերգոյի արքետիպը որ կա, Սասունցի Դավթի, հոնոր չի, որ ամեն ինչին համաձայն էր, որ Մարութասարը ցանկապատում էր, ասում էր, որս անել չի կարելի այստեղ։ Երբ սկսվեց Սասունի վերածնունդը, երբ որ Դավթին բացատրեցին, որ եղբայր, ընդ զենքեր կա, ընդ բան կա, Մարութասար կա, պապդ հայրդ որսը անում էր Մարութասարը, ոչ թե ծիտ էր խփում։ Այդ ամեն ինչը մեր ժողովրդի ամբողջ այդ բանով առասպելաբանության մեջ, հեքիաթներում ամեն չկա։ Նոր չի, այս պատմությունը կրկնվող պատմություն է, ու մենք կարողացել ենք միշտ դուրս գալ այդ բանից, փոսերի մեջ ընկնելու վիճակներից, ինչպես Դավիթն էր ընկնում փոսերի մեջ, հետո դուրս էր գալի։ Ինչ է կատարվում Հայաստանում, եկեք անդրադառնանք այդ դուք հպանցիկ ասացիք, դե պարզապես մարդուն հիշեցինք, Փարաքարի համայնքի ղեկավարի սպանության հետ կապված։ Ձեր գնահատականը Հայաստանում դե իհարկե պատճառի մասին չենք կարող հիմա քննարկել, որտեղ տարբեր տարբերակներ, բոլոր վարկածները դեռ քննարկվում են, ստուգվում են, դա այսպես դրա հիմքում ինչ է ընկած։ Բայց ձեր ընդհանուր ընկալումը, ինչ է կատարվում Հայաստանում այդ մասով, ներսում ինչ է կատարվում։ Նախ ես կուզեի ցավակցել զոհերի ընտանիքներին, հարազատներին, նաև վիրավորը, որ կա, առողջություն մաղթել, որ ծանր վիրավոր է, որ կարողանա այդ վիճակից դուրս գալ։ Համենայն դեպս կա ինֆորմացիա, որ գիտակցության է եկել եւ արդեն դեպի լավ կարող է գնալ։ Ուրեմն այստեղ եթե փորձենք քաղաքական վերլուծության ենթարկել, արդարադատության համակարգի նկատմամբ Հայաստանում կա զրոյական վստահություն։ Այն խոստումները, որը տրվել էր արդարադատության համակարգը վերակառուցելու, որպեսզի լինի առանձին ճյուղ իշխանությանը եւ այլն, այդ ամեն ինչը մնացին ուղղակի ինչ որտեղ գրված, ոչ ոք էլ հիմա չի հիշում դրա մասին, բայց քանի որ դա չկա, ուրեմն ժողովրդի ներսում ժողովրդի ինքը փորձում է, եթե վեճեր հարցեր են լինում, մենք հիմա չգիտենք կոնկրետ ինչ է եղել այդ բանը։ Դա թեման չենք անդրադառնում։ Չէ, այդ փաստերը չգիտենք, բայց երևույթը կա, որ չկա վստահություն արդարադատության, որ արդարադատությունը կգտնի քննչական մարմինների ճիշտ պատասխանը կտան եւ այլն։ Այսինքն, երբ որ դա չի լինում, ամեն տեսակ ասեկոսեների, ամեն տեսակ ուրեմն նաեւ հնարավոր է նաեւ, ես չգիտեմ, վրեժի ինքնուրույն վրեժի լուծման ինչ-որ տարբերակներ։ Այստեղ պատասխանատվությունը նորից մնում է պետության այս իշխանությունների վրա, որովհետև եթե այդպիսի բան լինում է, դու պիտի կարողանայիր կանխեիր։ Եվ հիմա մենք էլի չգիտենք թե այս քննությունը ինչպես է վարվելու, որովհետև չկա վստահություն, որ այդ մարմինները աշխատելու են այնպես առանց վստահության, առանց իշխանության թևերի նկատմամբ տարանջատման մենք չենք կարող ստանալ իսկապես այն վիճակը, որ մեր ժողովուրդը կարողանա ներքին կյանքում խաղաղություն ունենալ։ Եվ այսպիսի դեպքերը ցավոք շատանալու են, որովհետև այդ վստահությունը եւ վստահության հարցը քաղաքական վստահության հարց է։ Այն կապիտալն է, որի վրա մնացած ամեն ինչը, տնտեսական բարգավաճումը, երկրի ուրեմն կրթական բարգավաճումը, մնացած բոլոր հարցերը հենվում են վստահության վրա։ 9% վստահության վրա, այդ վստահություն չի, այլ այն մարդիկ են, ովքեր իրենց շրջապատում կերակրատաշտին մոտ են, այդ 9%-ը։ Դրանից դուրս վստահություն չկա։ Եվ եթե այս վիճակը մենք փորձում ենք պատկերացնել, իսկ ինչպես պիտի դուրս գանք, այո, պիտի առաջանա նոր մերան, քաղաքական նոր մերան պիտի առաջանա, որը պիտի նոր որակ հաղորդի մեր հասարակությանը։ Հիմա ինչպես է այդ մերանը առաջանում։ Այդ մերանը առաջանում է ամենօրյա աշխատանքով։
այդ փոքր վտակներով, որը ես ասեցի, արտաքին դիմադրության իմաստով, նաև ներքին դիմադրության փոքր վտակները, որոնք կան մեր հասարակության մեջ, իսկ մենք գիտենք, մեր ժողովուրդը 30 տարի է ընթացքում այդ դիմադրության, ներքին դիմադրությունը պարբերաբար դրսևորել է, որ ինքը ներքին դիմադրության առողջություն ունի, այսինքն ինքը ունի իմունիտետի համակարգ, որը չի ընդունում, որ այն ժամանակ հենց որ մեր անարդարությունները սկսվեցին Հայաստանում, ժողովուրդը ասում էր, չեմ ընդունում ես այսպիսի երկիր չեմ ուզում լինի, հայկական այդ հոգևոր աշխարհը պիտի ուրիշ ձևով արտահայտված լինի, հոգևոր Հայաստանը պիտի արդարադատության համակարգով արտահայտված լինի, որպեսզի ժողովուրդը ասի, որ սա իմ պետությունն է, անունը Հայաստան դնելով չի, այլ այդ բանը ունենալու, միտքը ունենալու մեջ է, որ մարդը հասկանա, որ սա իր մասնիկն է, այն հավաքարարն էլ, որ մաքրում է փողոցը, ոչ թե փողոցն է մաքրում, այլ Հայաստանի մի կտորն է մաքրում, որը Իրանն է, չկա այդ, տիրոջ զգացողությունը պիտի վերականգնվի Հայաստանում, սա է լուծումը, այդ ուժերը, որոնք ես ամեն ինչը հասկանալով, փոքր, ընդհանուր հայտարարներ գտնելով, ինչպես օրինակ վերջերս գիտեք, որ նոր կլոր սեղան ստեղծվեց, որի նաև ազգային ժողովրդավարական բևեռն է մասնակցում, որտեղ հստակ ասվեց, որ կա խնդիր Ալիևի կողմից թելադրանք սահմանադրությունը փոխելու եւ մեր անկախության հռչակագրից հրաժարվելու։ Սա թելադրանք է թշնամու կողմից։ Հիմա դա ձևակերպվում է որպես 4-րդ հանրապետություն, որպես իբրև թե մենք հիմա նորն է, ամեն ինչ նոր ենք սկսում զրոյից եւ այլ, այտենց նեոբոլշևիկյան ինչ-որ բաներով, լոզունգներով, բայց իրականում հասկանում ենք, չէ՞, ում թելադրանքն է։ Ինչի պիտի անկախության հռչակագրից հրաժարվենք, հատկապես երբ որ հռչակագրում գրված է ընդամենը, որ անկախության գործընթացի սկիզբն է դրվում։ Չէ, չի գրվում, որ վերջացել է, կարող ես մի հատ էլ ուրիշ փաստաթղթով շարունակել, բայց չէ, հրաժարվում ես դրանից։ Ինչի՞ս հրաժարվում, որտեղ թելադրանք կա։ Այնտեղ գրվածը ասում է, բանի մասին է, դե մենք Թուրքիայի այդ կարմիր բան ենք, կտորներ ենք օգտագործում, ցլերը կատաղելու են։ Այդ ինչի, ասենք, ցլերը, անգլիական ցլերը միջև հիմա չեն կատաղում, որ Իռլանդիայի բանում սահմանադրությունում գրված է, որ ամբողջ կղզին դա Իռլանդական հանրապետությունն է։ Ինչ պակաս ցլեր են անգլիական իմպերիան, աշխարհի գերտերությունն էր մինչև 20-ական թվականի երկրորդ համաշխարհային պատերազմ կարելի ասել։ Այդ Իռլանդիան ինչ էր դարել կամ ինչ դարավ, որ մինչև հիմա այդ ցլերից չի վախենում։ Եվ կարծես պատերազմ էլ չկա, չէ՞ այնտեղ։ Սա ի՞նչ է։ Երի հերթական անգամ խափում են մեր ժողովրդին, իբր թե մենք ցլերին կատաղացնում ենք։ Կատաղացնում ենք, որ Երևանը կառուցված է Թամանյանի կողմից Արարատին նայելու առանցքով։ Եկեք Երևանը քանդենք, գնանք, չգիտեմ, որտեղ մի հատ նոր մայրաքաղաք սարքենք, որովհետև Արարատին է նայում։ Ամբողջ ժողովուրդը ամեն օր արթնանում է, Արարատ է տեսնում։ Գնանք անենք։ Վաղ միսօր էլ կասեն, չէ՞։ Ինչա պիտի անենք, որ հանգարց մեզ ձեռք չտան։ Սա բան է, չէ, հասկանալի է, չէ, որ մանիպուլյացիա է։ Ընդամենը, ասենց ինչ-որ ուռացրած, մի հատ փուչի կանոն 4-րդ հանրապետություն, նախ այդ 3-րդ, 2-րդ եւ այլն, էդ էլ պետք է դրան անդրադառնանք էլի մի օր, թե առաջին հանրապետությանը։ Որտեղ մեր ծնունդը ծննդյան վկայականը գրվել է մի անգամ։ Նոր ժամանակակից այսպես աշխարհում։ Դա եղել է Սարդարաբադում։ Սարդարաբադում գրվել է արյունով։ Դրանով սկսվել է, դրանով էլ պիտի շարունակվի, այսինքն շարունակականությունը մեր գալիս է դա։ Հիմա, ինչ պիտի, հասկանալի է, որ մենք ինչ-որ բաներ պիտի փոխենք, բա իհարկե պիտի փոխենք, եթե ամեն ինչ ճիշտ լիներ, այս 30 տարվա ընթացքում, ապա սննկացած հանրապետություն չէինք ունենա, սա սննկացած հանրապետություն է, հիմա սննկացած հանրապետության հետ կամ բիզնես ուզածդ նախագծի հետ բարոյապես սննկացած ինքը չէ, ինքը որպես պետության նախագիծ սննկացած նախագիծ է, այո, հիմա մենք որպես պետություն սննկացած պետության հետ failed state գաղափարը կար, չէ, անգլերենով ասում են, հայերեն կարելի է այդպես թարգմանել, սննկացած նախագծերի հետ բիզնես երկու ճանապարհ կա Կամ դու լուծարում ես
եւ հիմա իրանք լուծարման հանձնաժողով են ստեղծվել իրանք պարլամենտով, իրանք այդ իշխանությունով, դա Հայաստանի Հանրապետության լուծարման հանձնաժողովն է։ Եվ հենց դրանից զբաղված են, իրենք ասում են մենք լուծարում ենք, նոր ենք ուզում ստեղծենք, չէ՞։ Բայց իրական լուծարում են։ Կամ լուծարում ես, կամ ասում ես եկեք նայենք այս սննկացածի մեջ կենսունակ մաս կա, թե չէ։ Այդ կենսունակը առանձնացնում են, մենեջմենթը փոխում են ընկերության, եւ այդպես երկրորդ ընկերությունը շարունակում է առաջինի կյանքը, արդեն վերափոխված ձևով։ Հիմա այս երկուսի մեջ հայ ժողովուրդը պետք է որոշի ինքը ինչ անում։ Պատրաստ է բոլորով հարակվեի գնալու, լուծարելու եւ ցրվելու որպես նոր գնչու դառնալու աշխարհում։ Թե ինքը ասում է, չէ, մենք ստեղ կենսունակ ինչ-որ բան կարանք, դեռ կա մեր ժողովրդի մեջ կենսունակ մի ման, այդ կենսունակով հավաքվենք, մերանը սարքենք, նորից ստեղծենք մի հատ նոր նախագիծ։ Բայց այդ նախագիծը շարունակի այդ նույն անկախության հռչակագրի այդ գիծը, որ անկախության process-ը սկսվել է, ասվել է, վերցնում ենք, շարունակում ենք։ Մի բան էլ ավելացրեք, բայց դուք լուծարում եք, դուք հրաժարվում եք ամբողջ արժեքներից, դուք փակում եք ամեն ինչը, բոլշևիկների նման, հարձակվել եք բոլոր արժեքների վրա, եւ ձեզ թվում է, որ դուք բոլշևիկներից ավելի ուժ եք ունենալու այդ նման նախագիծ իրականացնեք։ Բոլշևիզմը բան էր, հենվում էր շատ ամուր եւ այսպես ասած խոր արմատների վրա եվրոպական։ Դուք ով եք այ գեղցիներ։ Ում վրա եք հենվում։ Ինչ գաղափարի։ Աշխարհը այսօր լրիվ ուրիշ ուղղությամբ է գնում։ Հələ մի հատ նայեք Լոնդոնի ցույցը, որ եղավ։ Ինչի հանկարծ այդ լոնդոնցիները, ինչա անգլիացիները ինչ պատահեց կամ Միացյալ Նահանգների գործընթացները լրիվ ուրիշ ալիք է այս սրանց այդ այսպես բայլքների նեոլիբերալ հաճույքների վրա ծնված երիտասարդությունը, հա, ինքը ապագա չունի անգամ Եվրոպայում, չունի Միացյալ Նահանգներում, չունի աշխարհում, սրանց ժամանակը շատ կարճ է լինելու։ Եվ այդ նոր ալիքների հետ պետք է մենք կարողանանք ռեզոնանսի մեջ մտնել համաշխարհային։ Դրա համար էլ գնում ենք հասնում ենք Լոնդոն, գնում ենք հասնում ենք Վաշինգտոն, հանդիպում ենք իրանց լորդերի, չգիտեմ, այլ բանը դեպուտատների եւ այլի հետ։ Ինչի համար, որովհետեւ նոր աշխարհն է ծնվում։ Այդ նոր աշխարհի մեջ պետք է նոր մերան լինի։ Եվ այդ նոր մերանը Հայաստանում լինելու է։ Եվ իսկապես այդ շարունակականությունը նորացված, այո, նորացված լինելու է։ Չի լինելու հինը, լինելու է նորացված, բայց հենվելու է այդ շարունակականության վրա, թե եկեղեցու շարունակականության վրա, թե ազգային այդ անկախության հռչակագրի շարունակականության վրա։ Այս է, որ այս փուչիկներից մեր ժողովուրդը պետք է կարողանա տարբերի, բայց ամենակարևորը, որ ես մեր ժողովրդին կոչ եմ անում, մի հատ կարդացեք Մուսալեռան 40 օրը։ Հասկացեք, որ այդ դասագիրքը գրված է այսօրվա համար, որ մենակ Աստծուց չի, փրկիչից չի, սпасելով չի, ձեզ Աստված ազատություն է տվել։ Այդ ազատությունը ազատ կամք է։ Հավատարիմ եղեք այդ Աստծուն, բան չունեմ ասելու, բայց հավատացեք, որ այդ Աստված ձեր մեջ է, ոչ թե ինչ-որ ուրիշ տեղ է, փնտրում եք ուրիշ մեկի մեջ եք փնտրում փրկիչների։ Ամեն մեկը ունեք ազատության աստիճան։ Մասնակցեք այդ ձեր ազատության ստեղծմանը։ Դուք ասացիք, որ գլոր սեղանի է մասնակցում ազգային ժողովրդական բևեռը, դա քաղաքական ուժերի ոչ միայն մի քիչ ավելի մանրամասն։ Այդտեղ 4 կուսակցություն կար, այդտեղ կային հասարակական կազմակերպություններ։ Ինչ նպատակով է հավաքվում այդ գլոր սեղանի առաջի հայտարարությունը, որը եղավ նախապատրաստվելուց հետո իհարկե եղավ հենց ի պաշտպանություն անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունների, որը որ կատարում է Ալիևի պահանջով։ Այսինքն այդ տեքստը որ նայեք, կտեսնեք մանրամասն բացատրած է, թե ինչու մենք պետք է կարողանանք դիմադրություն ստեղծել պաշտպանելու համար անկախության հռչակագիրը եւ թույլ չտալ, որ ասենք նրանից հրաժարում լինի։ Սա առաջի փաստաթուղթն էր, որ ընդունվեց, 3 երկրորդ հանդիպումն է եղել
կլինի նոր հայտարարություն այս անգամ այդ սպանության հետ կապված, բայց կլինեն այլևայլ ուրիշ հայտարարություններ, որոնց մասին ավելի ուշ։ Սա նախընտրական բնույթ է կրում, Ես բացատրեմ ձեզ։ Շրջանին բնորոշ է այդ այստեղ երկու սցենար է հնարավոր։ Մի սցենարն է, որ այո, այս ուժերը կարողանում են հասցնել մոբիլիզացվել միջև ընտրությունները, որոշ ներկայացուցիչներ խլոր սեղանի գտնում են, որ այո, հնարավոր է դա եւ իրենք պատրաստվում են, այլ ուժեր կան, որոնք գտնում են, որ ավելի հնարավոր է այլ սցենարով զարգանան իրադարձությունները եւ այդ ընտրություններով հարցը չլուծվի, այլ հետընտրական գործընթացներ լինեն կամ լինի ավելի երկար գործընթաց, որտեղ առաջիկա 2 տարում խոշոր հեղաբեկումներ են սպասվում տարածաշրջանում։ Մենք չգիտենք ինչքան արագ դա տեղի կունենա, նույն Իրանում կամ մեր կապված հյուսիսում, հարավում եւ այլն։ Այդ առումով տարբեր սցենարներ կարող են լինել, այստեղ բոլորը մենք հավաքվել ենք ոչ թե իրար համոզելու համար այս կամ այս սցենարի, այլ ասում ենք այս սցենարի դեպքում էլ պիտի պատրաստ լինենք, այս սցենարին էլ պիտի պատրաստ լինենք։ Հիմա որոշ ուժեր պատրաստվում են արդեն ընտրություններին, կլոր սեղանի մասնակից, որոշ ուժեր գտնում են, որ քիչ հավանական է, որ այս ընտրությունների ընթացքում դա տեղի ունենա, բայց դա չի խանգարում համագործակցելուն։ Այսինքն ասել, որ դաշինք է ստեղծվում, չէ, դաշինք չէ, համախոհների, իսկ համախոհների կարելի է ասել։ Ես չեմ կարող ասել, որ դաշինք չի ստեղծվում, ես չեմ էլ կարող ասել, որ դաշինք ստեղծվում է, այսինքն ինքը գործընթաց է սկսվել, շատ դրական եւ մեր ժողովուրդը ողջունում է դա, մենք տեսնում ենք դա, շատ առողջ գործընթաց է, առողջ երկխոսություն է, որի ընթացքը ցույց կտա։ Եվ եւս մեկ հարց ներողեք, դա հարցեր են հաստատ, որ վստահ եմ, որ հարցերը լինելու են մարդկանց մոտ, ովքեր մեզ լսում են, դե չեմ ուզում էլի նախքին ներկա սև սպիտակ եւ այլն այդ ամբողջի այդ ծուղակի մեջ նորից հետ բերել, բայց հարցը լինելու է նախքիններից մարդ կա այդտեղ, թե ոչ։ Եթե կա ինչ քաղաքական ուժ կամ ովքեր կարող են լինել, որոնք նույնականացվում են այսպես նախկին հասկացողության մեջ։ Ուրեմն տեսեք, այստեղ այն հայտարարությունը, որը ընդունել ենք մենք, ինքը բաց է միացման համար, բոլորը կարող են միանալ այդ հայտարարությունը, այդտեղ սահմանափակում չենք դրել դու նախկինում ինչ ես եղել կամ ներկա ես թե նախկին ես, այդպեսի հարց չկա։ Որից է մեկը կարող է այդ հայտարարություններին միանալ, այդ իմաստով բաց է։ Եվ այդ ճիշտ մոտեցում է, որովհետև ի վերջո վերագնահատում կարող է լինեն մարդկանց իրենց նախկին գործունեության առումով էլ, բայց դա չի նշանակում, որ մենք խոսում ենք, ասենք, որ մենք հիմա բանակցություններ ունենք նախկինների, չկա նման բան։ Գոնե ազգային ժողովրդավարական բևեռը չունի դա։ Հիմա ընթացքը նորից եմ ասում, մենք այսօր շատ փոթորկուն ժամանակներ ենք ապրում եւ վարքը կապված առաջիկայում թե ով իրեն ինչպես է դրսևորել այս իմ ասած հարցերի շուրջ, դրանից կախված կլինի նաև ընթացքը, որտեվ մենք հիմա ինչպես տեսնում եք, ես ասացի, լուծարման հանձնաժողով է ստեղծվել։ Շատ հնարավոր է, որ նախկինները հասկանան դա եւ դուրս գան այդ լուծարման հանձնաժողովից, բայց իրենք շարունակում են մնալ այդ լուծարման հանձնաժողովի մեջ։ Որպեսզի հասկանալի լինի։ Պարլամենտը նկատի ունեմ ես։ Պարլամենտը լուծարման հանձնաժողովն է, որի իր ամբողջ կազմով մասնակցում է այդ լուծարմանը, որտեվ եթե այդպես չի, ապա պետքա դուրս գան իրանք այդ կազմից, որտեվ իրանք օրինականացնում են այսօրվա իշխանությունը։ Ինչ պետք է անեն իրենք։ Ես ասացի արդեն, խոսքը երկու լուծում գոյություն ունի, կամ մենք լուծարում ենք այս ամեն ինչը, մասնակցում ենք այս լուծարմանը, հայ ժողովուրդը իր ձայնով, հանրաքվեով, կուսակցություններով, հասարակ ասում է, չէ, մեզ պետք չի սա։ Մեզ պետություն պետք չի, ինքնիշխանություն պետք չի, մենք բան ենք, համայնք ենք, այդ որպես համայնք էլ կկարողանանք խաղաղ ապրել։ Կարող է անգամ ասենք, ինչ կլինի, որ կարող է թուրք էլ դառնանք, ինչ կլինի։ Ապրում են, չէ, հիմա թուրքացած հայեր կան, չէ, միլիոնով։ Ինչ կլինի, 1 միլիոն, 2 միլիոն ավելանա դրան, ինչ որ մեծ բան է փոխվելու։ Այդպես մտածողներ կան, չէ։ Եվ մեր մեջ տենց մտածողներ կան, բարձրաձայն արտահայտողներ կան։ Հանուն իրանց այդ լափի ու լակելու, իրանք պատրաստ են ամեն ինչից հրաժարվել, իրանց ինքնությունը, ինչ ինքնություն, ինչ բան, այդ ինչից եք խոսում։ Խաղաղությունը լինի, հաց ու ջուրը լինի, լավը լինի, էսա էլի։ Կուշտ լինենք, դրանից ավելի ինչ եք ուզում կյանքից։
այս սողալու այս բանը ստորակարշ բանը քարոզվում է վերևից ներքև իր պերաշկի ուտելուց սկսած հիմա պետք է հասկանալ ժողովրդի առջև այդ այսպես ասած ճյուղավորումն է բացվելու եւ ժողովուրդը իր այդ ընտրությունը պիտի անի ժողովուրդ որ ասում եմ բոլորի նկատի ունեմ նաեւ քպայականների նկատի ունեմ այսօրվա իրենք պետք է իրանց համար հարց տան, իրանց ինքնությունից պատրաստվում են վերջնականապես հրաժարվել, Արարատ Միրզոյանը իր անունը փոխելու է, թե չէ, թե որոշելու է անունը մնալ Արարատ Միրզոյան։ Բոլորի առաջ է այս հարցը, հների, նորերի, բոլորի առաջ դրված է։ Մասնակցում եք այդ process-ին, թե կանգնում եք ասում եք սա կարմիր գիծ է։ Վերջ։ Հիմա ով ոնց կդասավորվի, տենց է երևա, առաջիկա ամիսները և ժամանակը ցույց կտա, բայց հասկանալի է, որ միայն ընտրությունների հարց չենք հիմա մենք քննարկում, մենք քննարկում ենք Հայաստանի լինել չլինելու հարցը, առաջիկա ոչ թե 2 տարվա, այլ տասնյակ տարիների համար։ Դուք նշեցիք վերջին հարցն է, նշեցիք, որ սնանկ է պետությունը։ Պարզվում է, որ սնանկ է պետությունը, ես ուզում եմ հարցնեմ քաղաքական միտքը եւս սնանկ է, քաղաքական դաշտը եւս սնանկ է, որովհետեւ ինչ որ դուք ասում եք պետք է նայես ինչն է առողջ, որպեսի ծայրահեղ դեպքում դրա վրա կառուցես, չեմ ասում տեղափոխես, կառուցես։ Քաղաքական դաշտը, քաղաքական միտքը առողջ է, թե այդտեղ էլ ենք սնանկ, այդ հատվածով էլ ենք սնանկ։ Այստեղ էլ բանը կա, գիտեք, այդ հայտնի աստվածաշնչյան պատմությունը կա Սոդոմ Գոմորի, երբ որ Աստված ուզում է փաստորեն քանդել Սոդոմ Գոմորը, այդտեղ մի ազնիվ մարդ է լինում, չէ, որի հետ ինքը խոսում է Ղովտին ասում է դուրս արի քաղաքից, որովհետև քանդելու եմ։ Եվ Ղովտը ասում է, բայց սա արժեք է, չէ, ինչ ես քանդում ես ամեն ինչը, ասում է 10 քո նման մեկին գտիր, եթե 10 լինի, այդ քաղաքը չի մնա, կմնա։ Այդ պատմության մեջ հետաքրքիր բան կա, որ 10-ի մասին է խոսում, ինչու 10, ինչու ոչ 9, ինչու ոչ 11, որտեղ երկու ձեռքի խնդիր կա, այսինքն հունցելու հարց կա։ Եթե հավաքվում է այդ կրիտիկական քանակը մերանի, որը հունցում է հետո նոր որակը, պահպանվում է եւ նորանում է քաղաքը։ Եթե ոչ, ինքը դատապարտված է։ Ես եթե չհավատայի դրան, ես ձեր ստուդիա չէի գա։ Եվ հիմա ստեղ չէի խոսի, որովհետև հասկանում եմ, որ եւ ձեր հետ եմ խոսում, ուրեմն վստահում եմ նաեւ ձեզ։ Եվ նաեւ լսողներին եմ վստահում։ Եվ նաեւ այն մարդկանց, որոնց հետ հանդիպում ենք, զրուցում ենք։ Մեր մեջ ուզում եմ ասել, եթե դա չլիներ, այս կան մարդիկ, որոնք չեն հավատում դրան։ Ասում են վերջացել է, լուծարվան ենթակա է եւ այլն, չէ՞։ Դրանով ջրաղացի օգնում են այն ուժերին։ Լցնում ջրաղացին։ Իրականում թվում է թե հակառակվում են այդ ուժերին, բայց իրենք օգնում են։ Հիմա մեր խնդիրը այն է, որ մեր ժողովրդի ընկճախտը այդ վախը որ կա, ալքիմիական ձևով բուժենք, ոչ թե բժշկի ձևով, այլ ալքիմիայով։ Առանց միայն գիտությամբ քիչ է, միայն բանականությամբ քիչ է, զգացմունքներ են պետք, հավատ է պետք, հոգևոր բանա, ճառագում է պետք մեր ժողովրդին, որ այդ կատարվի, որովհետև առանց դրա չի լինի։ Դուք տեսնում եք, այսինքն այստեղ միայն բանական խնդիր, հաշվարկի խնդիր չի, հաշվարկի կանոնաժητություն կա, ընտրությունների հետ կապված եւ այլ, բայց միայն դրանով չի լինի։ Մեր ժողովուրդը չի դրանով մոբիլիզացվի ընտրություններին։ Մեր ժողովրդին շատ ավելի ուժեղ սրտային, այսպես ասած, ազդեցություն է պետք։ Եվ Նիկոլը օգնում է։ Օրինակ, Նիկոլը օգնում է իր այդ հարցակումներով եկեղեցու նկատմամբ օգնում է դրան։ Որտեղ ինքը ամենակարևոր արժեքներին է սկսել կպնել։ Ժողովուրդը ինչպես է արձագանքում դրան։ Ես կարծում եմ, որ մենք մենակ Արարատի պատկերների քանակը, որը դուք տեսնում եք հիմա Facebook-ով տարածվող, արդեն ցուցանիշ է, չէ՞, թե հայ ժողովուրդը ինքը գիտի ինքնով է։
Պետությունը եթե անգամ ասում եք սնանկ են, ժողովուրդը սնանկ չի։ Չէ, ես ասացի, Ասում որ եք դուք։ այս նախագիծը պետության սննկացել է։ Հիմա այդ նախագիծը, երբ որ այդ նախագիծը հիմա մենք փորձում ենք կամ ուրեմն վերցնել Օստապ Բենդերի նման ասել, ես ինձ ես էլ ուրեմն Օստապին Իբրահիմովիչին բաժանել, հա, ինչպես իրենք են անում։ Կամ ասում ենք, եկեք սրա մեջից առանձնացնենք կենսունակը, դրա շուրջ համախմբվենք եւ նոր նախագծով գնանք առաջ։ Համախմբողներ կան, Ես դրա համար եմ ասում, բայց ասում որ այո, պատմեցի, ասացի այդ աշխատանքը ես այոն եմ սպասում ձեզանից։ Որ հավաքվում ենք բացա չէ այդ ամբողջ տվյալները, հո մենք թաքուն չենք անում այդ ամեն ինչը։ Շնորհակալ եմ պարոն Չուքազյան, ձեզ շատ չարչարեցի, տանջեցի։ Հարց չկա։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, Գարեգին Չուքազյանն էր մեր զրուցակից ազգային ժողովրդական բևեռի խորհրդի անդամ զրուցվարում է։ Ես Գայանե Առաքելյանս, բարին անձես։